Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-1 TV YouTube-ն ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօրվա մեր քննարկման թեման, ինչպես լավագույն ավանդույթների տեսքով արդեն հաստատված, երկու ստեղծագործություն ենք առանձնացրել, որոնք կրկին առաջին հայացքից գուցե այդքան էլ կապ չունեն, բայց մենք կփորձենք այդ պատճառը հետևանքային կապը ցույց տալ։ Ու այդ ստեղծագործություններն են Մարիո Պյուզոյի Օմերտան եւ Տոմաս Մորի Ուտոպիան։ Կընտրեմ, դու կարող ես սկսել, նշել թե սկսենք ավելի լայն դաշտը վերցնենք, սկսենք մարդու եւ կենդանիների արդարության հետ կապված մոտեցումները։ Արդյոք մարդը միակ կենդանի օրգանիզմն է, որ ինքը այս դիեզերքի մեջ ինքը արդարության ազգտում, թե կենդանիների մեջ էլ արդարություն կա։ Ես ինչքան ուսումնասիրել եմ, բացի մարդուց որևէ կենդանական տեսակ ինքը արդարության չի ձգտում։ Իր համար արդար ու անարդար բան չկա։ Հիմնական կենդանիների տարբերությունը, հիմնական որ ինստինկտ выживания հայերեն բնազդնա եւ բանա իր գեները փոխանցելու բնազդնա կենդանիների մոտ։ Մարդու մոտ ինչ որ ժամանակից սկսած այդ արդարությունը սկսեց ձևավորվել, այն պայից սկսած, երբ որ հասարակություն ձևավորվեց, ու այդ հասարակության համար խաղի կանոններ էր պետք։ Հիմա տարբեր խմբերում, տարբեր բաներում էլի կանոններ կան կենդանական խմբերում, բայց մարդկային խումբը քանի որ ավելի մեծ է, իր համար ինքը եւ ներքին եւ արտաքին հարաբերությունների ձևեր էր պետք, ու այդ հարաբերությունների ձևերի համար որոշ ձևի հասարակությունը ինչ որ ձևի չփլվելու կամ իրար հանդեպ այդ թշնամանքի ինչ որ մեխանիզմ շակելու համար դա արդարության մեխանիզմներ ձևավորվել ու եթե ավելի շատ գանք մեր օրերը այն հասարակությունները որտեղ ավելի կայացած երկրներ են իրենց մոտ արդարությունը ավելի կայացած է այն հասարակությունները որտեղ ավելի թույլ է բանը այդ արդարության զգացողությունը չկա նույն մարդկանց միջև իմ կարծիքով որպես ֆիզիկական գոյակցություն մարդը ինքը իր համար արդարությունը բանը այդքան կարևոր չի եղել հետո այսինքն դրսից ներմուծված է բայց որպես հոգևոր որ ասում ենք արտաքին ինքը պարտադիր պայմանն է արդարությունը ու ավելի խոսքը տամ քեզ նույն ուտոպիստներից խոսելու հետ կապված թե արդյոք արդարությունը կամ արդարության ձգտելը ինքը ուտոպիա է, թե ուտոպիա չի ու արդարություն չլնելը ինչի կարող է բերել տվյալ երկրում հիմա դեսքսի ու հետո ընդհանուրը ես արդեն կասեմ կոնկրետ օրինակներով թե Հայաստանում որ հասարակության ձևին է ինքը պատկանում ու հիմնական խնդիրը Հայաստանում մարդկանց իրար հետ հարաբերվելու ինչն է խնդիրը ու ինչ կարա բերի դրան եթե այդ արդարության մտնոլորտը չձևավորվի Շնորհակալություն Նախ փաստորեն սա կարելի ասել մեր որոշակի մեկնաբանությունն է Հրանտ Մաթևոսյանի հարցի թե ինչով է մարդը տարբերվում կենդանուց, հա, որովհետեւ ինքը պատմական հիշողություն է ասում, եթե որ դե հիշողությունով, բայց նաև հենց այդ արդարության ձգտումը կամ զգացումը, որովհետեւ ոնց դու նշեցիր, դες այ ըստեղ ես ոնց կփորձեմ սա հիմնավորել։ Արդարությունը պետք է ասեմ, կներես չեմ ուզում քեզ բանանամ, բայց Մաթևոսյանի մոտ այդ դու ես քո ասածն եմ ասում, էլ չեմ բանանի, հավասարությունը, արդարությունը մարդիկ իրար բանը, իրարից չեն տարբերում, որովհետև հավասարությունը այլ բան է, արդարությունը այլ բան, երբ որ ավակ ասում է, հենց ավակի հետ խոսակցություն, երկխոսություն ասում է, մեկի կինը սիրուն է, մեկինը տգեղ է, մեկը հարուստ է, մեկը աղքատ է, մեկը հասակով է, մեկը բան է, մեկը գեր է, մեկը նիհար է, այսինքն դու չես կա հավասարության, հավասարությունը, արդարությունը տարբեր բաներ են, կարող է ինչ-որ առևույթ նմանություն լինի, բայց լրիվ տարբեր բաներ են, բայց ես կուզեմ, որ այդ տարբերությունները դու շեշտես, այդ չեմ խոսել, բանանի։ Արդեն հերոստատիտողները ինձ դիտողություն անում, ասում են Լևոնը հենց սկսում է խոսալ, դու բաներ ընդհատում ես, ներողություն։ Դե ոչինչ, դե մեր երկխոսության բնույթն է։ Չէ, տես, ես ինչով կփորձեմ այս թեզը հիմնավորել, ինչ թեմայի մեջ բխորանալը։ Այսինքն
մարդիկ կենթաներից տարբերվում են, հենց եթե դիտարկում ենք արդարության զգացումը։ Արդարությունը քաղաքակրթության ձևավորման հիմքերից է, որովհետև մարդկային խումբը, ասենք գայլերի խմբից տարբերվում են այդ քաղաքակրթության արկայությամբ, որի հենասյունն հենց արդարությունն է, ոչ հավասարությունը, ոնց նշեցի, որտեղ համաձայն եմ, այլ արդարությունը։ Հիմա գանք երևի իհարկե մենք նշեցինք Թոմաս Մորի ուտոպիան, որովհետև դա թերևս ամենահայտնին է, հենց անգամ այդ տերմին ուտոպիստական ժանր կամ ուտոպիա բան։ Բայց Թոմաս Մորից բացի նաև Տոմազո Կամպանելան ուներ Արևի քաղաքը ու Ֆրանսիս Բեկոնն էլ Նոր Ատլանտիդան։ Մեծ հաշվով այս երեքն էլ թե ժամանակային առումով իրար մոտ են, մոտ 50 տարվա տարբերությամբ են երեք ստեղծագործություններ գրվել, թե ընդհանուր ոճով, այլ ամեն փիլիսոփա իր մոտեցումն է ցույց տալիս այս ստեղծագործություններում։ Պատկերացումը։ Ինձ պատկերացումները իդեալական քաղաքի, պետության, հասարակության, այսինքն թե մարդկանց համակեցությունը, որոշակի մարդկանց խմբի համակեցությունը իդեալական պայմաններում ինչպիսին պետքա լինի։ Բավականին գովելի նախաձեռնություն է, այդ ժամանակ մոդայիկ է եղել կամ չգիտեմ փիլիսոփական ուղղություններից են եղել, բայց այդ կարմիր թելով բոլոր երեքի մոտ են ասում են արդարության ուրացումից երևույթ։ Այսինքն բոլոր երեք հասարակություններում էլ իդեալիստական, որոնք պետքա լինեն, որպեսզի մարդը լինի երջանիկ եւ հասարակությունը բարգավաճի, պարտադիր է արդարության նախապայմանը։ Հիմա եկեք այդ կամուրջը անցկացնենք, թե ինչ կապ ունի այս երեք ստեղծագործությունը կամ ուտոպիան Մարիա Պյուժոյի հետ։ Մի բան էլ ասեմ, եթե ավելացնելու համար, բանի հետ կապված, օրինակ կրոնական տարբեր կրոնական ուսմունքներում իրանք ավելի շատ հավասարության սկզբունքի վրա շեշտադրումը դրված։ Արդարությունը այդ կրոնականից մի փոքր տարբեր է, ինքը դա էլ է ուզում ասել, նույն ձևի եթե վերցնում ենք նույն բուդդիզմը, քրիշնայիզմը, քրիստոնեությունը, մահմեդականությունը ինքը հավասարության սկզբունքի վրա, համահավասարեցման սկզբունքի վրա։ Այսինքն արդարությունը մի փոքր ավելի այլ կերպ նայվում, արդարությունը հետո ներմուծվեց ու ինչի ներմուծվեց, երբ որ այդ կարող է հենց հասարակության ձևավորման նախնական этаպներում հենց հավասարությունը ավելի կարևոր էր, եթե մենք բանական ռեսուրսների բաշխման ռեսուրսների եթե մենք ֆրիկել ենք ասում, այսինքն որ ասում մեկին 1000 ձի ու ջորի, մեկին ոչ ուլ եւ ոչ մակի, նույն ձևի հավասարության ռեսուրսների բաշխման խնդիրը, բայց արդարությունը մի փոքր այլ ձև է, ավելի ուշ է գալիս այդ զգացողությունը, արդարության զգացողությունը, երևի պահանջներն են մարդկանց այլ ձևով լինում։ Ուսակալերից մեկ անգամ վերահաստատեն այն միտքը, որ քաղաքակրթության զարգացման հետ է գալիս։ Այո, քո ասածն եմ բանանում, երկրորդում եմ, բայց գոհ ասա, որ արդարությունը, որ հասարակությունների մեջ կամ պետության արդեն ձևավորված պետությունների մեջ վերանում է, ինչ է լինում, որ երկու իրարից տարբեր ուտոպիայի ոնց է անցնում բանը, կամուրջը հետևյալն է, այն ինչ պատկերացրել են Թոմաս Մորը, Կամպանելան կամ Ֆրանսիս Բեկոնը, մեր իրականության մեջ չկա։ Բնականաբար մենք հասկանում ենք, որ հա դա իդեալիստական է, դա պերֆեկցիոնիստական է, որ գոյություն չունի, բայց այդ գաղափարները կարող են որոշակի չափով գոյություն ունենալ։ Սակայն երբ այդ կարմիր թելով անցնող արդարության զգացումը հասարակությունների մեջ վերանում է, մարդիկ սկսում են, այսպես ասենք, փնտրել այլընտրանքներ։ Այդ դրանց տարբերակներից մեկը այսպես կոչված լինչի դատաստանն է, տարբերակներից երկրորդը արյան վրեժն է, վենդետան, երրորդը ինչ որ մաֆիա կամ այլ կլանների քրեական ենթամշակույթներին դիմելն է։ Ու պատմության մեջ, թե հայ պատմության մեջ, թե համաշխարհային տարբեր դրսևորումներ են։ Հիմա կան կոնկրետ Մարիա Պյուժոյին։ Օմերտան իր այդ տրիլոգիայի հայ երապատման կնքահայրը, Սիցիլիացին եւ այդ վերջին, այսպես ասած, ստեղծագործությունն, որը տպագրվել է իր մահվանից հետո, բայց ողջ այս երեք ստեղծագործություններն էլ ինձ թվում է, իրեն մեր դիտողների մեծ մասը կնքահայրը առնվազն գոնե նայել են, եթե չեն կարդացել, որը փայլով ֆիլմ է, իր այդ ընտանիքի, պետության, այդ մաֆիայի կլանների մեջ հարաբերող հարաբերությունների մասով։ Երեքում էլ կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ կոռումպացված պետությունում, երբ իրավապահ համակարգը, դատական համակարգը չեն գործում, այսինքն այն ինչի մենք ասում ենք, խոսում ենք, հայ արդարության այդ եզրույթը որպես երևույթ ինքը ոչնչացված է կամ
ձևախեղված է առնվազն սկսում են իհայտ գալ այս կրիմինալ տարերը քրեական ենթամշակույթ ավելի այո բան ասենք որ քրեական ենթամշակույթ որպես տարբերակներից մեկ այսինքն ինչու են իրենք հաջողում մի պարզ պատճառով որովհետև հանրությունը իրենց դիտարկում է որպես այլընտրանք պետական ապարատին ոստիկանությանը եւ դատական համակարգին այսինքն մեծ հաշվով ցանկացած հասարակությունում որտեղ շարքային քաղաքացին այսպես ենք համակրանք ունի եւ վստահություն ունի առաջին հերթին իր պետական եւ դատական եւ իրավապահ համակարգի նկատմամբ քրեական ենթամշակույթը ուղղակի չի կարող գոյատևել ուղղակի բարձաբանման համար ասեմ որ օմերտան հենց կոբաննա որ լռելու որ նույն հանցագործությունը տեսնելու լռելու մեխանիզմն է ոստիկանությանը դատարանում ցուցմունք չտալն է այստեղ ես մասով հետաքրքիր դիտարկում ունեի մարտի 1-ի հետ կապված այդ պարտադիր կանդրադառնամ մարտի 1-ին բայց մինչև մարտի 1-ը ուրիշ հետաքրքիր մի հատ բան մտքովս անցավ որ քո ասած հասարակությունները մեծի շատ նորմալ էր որ կոռումպացված հասարակություն է բայց հասարակությունը որը որ 30 տարի եւ ավելի գտնվել է պատերազմական վիճակների մեջ այդ ոնց է ստացվում որ նույն հասարակության մեջ որպես հերոսի կերպար ոչ թե լինում է այդ ինքնազոհ զինվորը կամ ինչ որ պատերազմի մասնակիցը այլ քրեական հեղինակություն է այսինքն էս էլ է մի քիչ աբսուրդի ժանրից ու եթե տեսնում ենք երեխաների խոսույթը իրանք շատ քիչ տոկոսն են իրանք պարտանում են մարդկանցով ովքեր որ պետության համար իրենց կյանքը զոհաբերեն հակառակը այդ երեխեքի խոսույթը ավելի շուտ է քրեական ենթամշակույթի մասին է խոսքը բայց վերադառնալով մարտի 1-ին որ ասեմ որ խոսեցինք հենց օմերտայից բան զարմանալիորեն դե 10 սպանություններ տեղի ունեցել մարտի 1-ին որևէ սպանության վկա չգտնվեց որ զարմանալին է 50,000 մարդու ներկայությամբ այդ սպանությունը տեղի ունեցել, բայց 50,000-ից մեկը վկայություն ես տեսել եմ, ով է կարակել կամ ում է կարակել աբսուրդը գիտեք որն է, որ հասկացանք, ենթադրենք Քոչարյանական եւ Սերժի իշխանության ժամանակ իրենք շահառուն էին, իրենք կարող էին շահագրգիռները, որ այդ վկաները չհայտնվեն, բայց իշխանապողությունից հետո 18 թվականից ինչի այդ վկաները չհայտնվեցին այս է աբսուրդը եթե մենք խոսում ենք արդարության վերականգնման մասին կամ ինչ որ իրավիճակի փոփոխության մասին իրավիճակի փոփոխություն կլներ եթե մարդիկ հայտնվեին եւ գային ցուցմունք տային այդ 10 զոհերի հետ կապված տեղափոխվելով նայ իջելի մենք որ թռնում ենք մի թեմայից բայց արաբական աշխարհում եւ ԱՄՆ-ում տարբեր հասարակություններ են, տարբեր բաներ, բայց երկու երկրներում էլ պատիվ է, երկրներով ասելով տարբեր հասարակություններ ունեցող նույն Էմիրություններում, նույն Սաուդյան Արաբիայում, նույն Քուվեյթում, նույն Իրաքում տվյալ երկրում ոստիկանությանը օգնելը հանցագործություն բացահայտելու համար, դա պատիվ է։ ԱՄՆ-ում էլ է պատիվ, այսինքն որևէ մեկը չի կարող բանալ։ Ինչպես եղավ, որ Հայաստանում ոստիկանությանը օգնելը որևէ հանցագործություն բացահայտել, դա ամոթ է ու նաև պիտակավորելու բան է, արժանի բան է, որ դա ոնց հալում, այսինքն եթե մենք ոնց ենք ասում, եթե 18 թվին բանը հեղափոխություն է եղել, հեղափոխությունը պետք է լիներ հենց արժեքային, առաջին համար 1 հեղափոխություն պետք է լիներ, որ մարդիկ ցանկանային արդարության ձգտելով ու ինչը խանգարեց որ մարդկանց համար այդ փլվեց այդ վստահությունը։ Դու բանարա ու մինչև այսօր ավելի հետ է գնում փոխանակ ավելի վստահությունը մակարդակը բարձրանա, ավելի հետ է գնում այդ արդարության բանը։ Նախ 2008-ի հետ կապված, այսինքն 2008-ի մարտի 1-ի չբացահայտման, այսինքն մենք ստեղ ունենք երկու տարբերակ, որ կամ 18-ից հետո եկած իշխանությունները, այսինքն ԿՊ-ն ինքնաշահագրգիռ, որ չբացահայտվի, շարունակում է նույն գիծը, որը երևի թե քիչ հավանական է։ Կամ այն ինչ դու ասում ես, որ 18-ից հետո էլ անգամ չվերականգնվեց վստահությունը իրավապահ դատական համակարգի նկատմամբ։ Արդարության հանդեպ մարդկանց հավատը։ Հա։ Հիմա թե ասենց ասեմ, օրինակ ես չեմ հավատում, որ եթե
Միշտ ապացուցված ենք դիտան, որ եթե մենք հայտարարեցինք, որ այսօր Հայաստանում հեղափոխություն տեղ ունեցավ կամ իշխանափոխություն եղավ կամ եւ այլն, մեկ օրում մարդկանց մտածողությունը պետքա փոխվի։ Բնականաբար ոչ։ Այս ուղղակի պետքա լիներ այդ turning point-ը, հա, շրջադարձի կետը, որ այդ օրվանից սկսել այդ անիվը հակառակ ուղղությամբ ընթանալ։ Այսինքն եթե պայմանական, չգիտեմ, ինչ-որ X կետից 2008 թվականից իր արդարության նկատմամբ վստահությունը նվազում են, հիմա պետք է այս կետից սկսել բարձրանալ։ Նույն դետալներ պետքա չլինեին, նույն ձևի բանը ինքնադատաստաններ պետքա չլինեին, փողոցում բաներ պետքա չլինեն, ռազմորկաներ պետքա չլինեին, ընդհանուր է։ Բայց մենք ինչ ենք տեսնում, որ ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այս ոլորտում եւս իշխանությունները ուղղակի գրանցում են ձախողում։ Ավելի հետ, ավելի անգամ, հա, ընդորում շատ հարցերում նաև ավելի հետ։ Ու ասենց ասեմ, պայմանական թե 18-20 թվականներին դեռ ինչ որտեղ դա հնարավոր է քողարկել, ապա 20 թվականից եւ հատկապես 21 թվականի վերընտրվելուց հետո այդ լեկտիվության մակարդակը ու այդ ոնց ասեմ, այն անաստաֆերմեր որ բոլոր կենթանիները հավասար են, բայց որոշները ավելի հավասար են, այսինքն այդ իրանց էլիտարիզմի ձգտումը ու մոլուցքը էլ ավելի արտահայտիչ դառավ։ Դա արտահայտիչ դառավ, երբ ասենք ազգային ժողովի նախագահը իթիգնապանեն ասում որ մարդուն փողոցում ձեռքերը ծալեն, որ ինքը թքի դրա վրա, կամ փողոցում էլ ինչ որ տենց հայհոյախառն բառերով արտահայտին, որում երբ ասում են որ դե ինքն էլ է մարդ, իրանք պետք է հասկանան որ այո ինքը մարդ է, բայց ինքը վերցրել է այդ բեռը պետական պաշտոնյա իր ուսին, ինքը ուրեմն պետք է ավելի զուսպ լինի, 10 անգամ կամ 100 անգամ ավելի զուսպ պետք է լինի, քան շարքային քաղաքացին։ Նույն զսպվածությանը եթե բանանենք, նույն եթե համատում ենք ԱՄՆ-ի հետ, նույն ընտանեկան արժեքներն էլ ԱՄՆ-ում շատ կարևոր հանգամանք, այլ հարցա որ գախնի ձևի դուրս է գալիս թե ինչ կեղտոտ բաներով են վարվում նույն իշխանավորները, բայց այդ դուրս գալուց հետո ջրի ելեսելն ու ապացուցելուց հետո այդ մարդիկ դառնում են իզգոյներ։ Բայց Հայաստանում դա ոչ թե իզգոյ է լինում, այսինքն մարդը ինքը մարդ է, կարող է անի։ Դա է հայտարարությունը։ Հիմա նույն ձևի եթե ընտանիքը ամուսնական զույգեր ինքը Ամերիկայում պարտադիր պայման է, որ մարդը այդ չդավաճանելու ինստիտուտը կին տղամարդ կամ ամուսնացած տղամարդը այլ կնոջ հետ կապվի կամ ամուսնացած կինը լրիվ ու հասարակության կողմից լրիվ ուրիշ ձևի է նայվում։ Հա մենք շոու աստղերին տեսնում ենք, բայց քաղաքական գործիչներին այդ շոու աստղեր չեն, որովհետև պատասխանատվության մակարդակ կա, որովհետև դու եթե դու չես կարողացել քո ընտանիքը պահել, նշանակում է ամբողջ պետությունը դա շատ կարևոր բան է, էլեմենտ է, որովհետև մենք որ ինձ ասում ես, ասում ես արևմուտքում այդպես չի, բայց ասում են արևմուտքում այդքան դերասաններ ամեն օր ամուսնանում բաժանվում են, դերասաններ, գրողներ են կամ արվեստագետներ են, նրանց մոտ ուրիշ է, բայց քաղաքական գործիչների համար կամ դատավորների համար դրանց համար ստանդարտները լրիվ այլ ցուցիչներ են, որովհետև եթե դատավորը դավաճանում է, ինքը ինչքանով մենք հավաստալ ենք, որ ինքը արդար որոշում կայացնի, իր վրա լծակ կա, որ դավաճանության կամ բացի լծակը, այսինքն նշանակում է իր ներքին, այսպես ասած, բարոյական աշխարհում էլ մի բան են չի։ Հա, ինքը ամբողջությամբ, այս ինքը կարող ընդհանուր այդ նույն արդարության, եթե ինքը արդարադատություն ասում ենք, ինքը արդարադատությունը ինքը այլ ձևի է նայում այդ արդարությունը։ Եթե ինքը արդար լիներ, ինքը չէր դավաճանում, արմատը կբաժանվեր ասենք, ու կամուսնալու մեկ էլ կնոջ։ Բայց այնտեղ պարտադիր պայման էլ կա այդ քանակը ամուսնությունների քանակը, ինքը չի կարող մարդը իրեն թույլ տալ, որ աճ ձախ ինչ ուզի անի, ու հիմա կարող է շայելի մեր հերոստատիտողներ ասեն, բա Քլինթոնի դեպքը ինչ եղավ, Քլինթոնի հետո հաջորդ անգամ չվերանտրվեց, դրա համար կարող է ներքուստ իրենք պետության բանը պահպանելու համար լռեն, բայց իրենք կամ նույն Քենեդու դեպքը Մերլին Մոնրոյի հետ, բայց իրենք ներքին մեխանիզմներ կան, որոնք որ դուրս են մղում։ Այդ կետը դառնում է իրանց քաղաքական կարիերայի ավարտը։ Ինչքան իրեն մեր մոտ որևէ խնդիր չունեն, այսինքն մարդը թքելու կամ մարդ ծեծելու փողոցում կամ ինչ ասեմ, հայվելու գցելու կամ տարբեր թեմաներ, այսինքն ինչ որ արեց քաղաքական, դա մարդը ինքը ստեղծում է իր պատմությունը ու ամեն մի սխալը ինքը պետքա քաղաքականապես որևէ ձևով ազդի մարդու վրա, քաղաքական կարիերայի վրա, եթե չի ազդում,
ու այդտեղից արդեն մեխանիկորեն այդ արդարության զգացողությունը մարդը ինքը իրան պաշտպանված չի լինում, չի զգում երկրի մեջ ու պաշտպանված չզգալով իր համար ինքը ռոմանտիկ բան է մտնոլորտ հաստատում ռոմանտիկացնում է նույն քրեական աշխարհը մի հատ դու ես ներկա եղել մի անգամ խոսակցություն եղավ այդ ամենաաբսուրդային ու գեղեցիկ խոսակցություններ որ մեր ընկերներից մեկը պատմում էր գիրք էր կարդացել Սվոյ Ռաֆի մասին ու ինքը ասում էր Ղարաբաղյան պատերազմը Սվոյ Ռաֆն է հաղթել դա ամենաաբսուրդի ժանրից էր որովհետև ասում էր բանը օրենքով գողերը բան էին զենք էին ներմուծում Հայաստան ու այդ զենքով հաղթեցին ու սարսափեն գիտես որն է այստեղ ոչ թե այդ մարդու ասածն է այլ որ պետական քարոզությունը ինքը նպաստում էր դրան որ արժեզրկելով իրական արժեքները թե ոնց է այդ հաղթանակը կերտվել ոնց է եղել ու արդեն ստեղծվում այդ տարբեր օրենքով գողերի կերպար որոնք որ իրենք տարբեր հաղթանակներ են տանում տարբեր բաներ են անում հարցեր են լուծում պետությունից անկախ դա ռոմանտիզացվում է այսինքն ստեղծվում է այդ հերոսի կերպարը որը եթե դու բան այսպես ասած զուտ օրենքի տեսանկյունից ես նայում ապա ընդհանրապես ինչ-որ քրեական անցյալ կամ ներկա ունեցող անձինք են բայց իրենց շուրջ ստեղծվում է այդ աբալոճկեն այսպես ասած այդ փաթեթավորումը գեղեցիկ որ այս մարդիկ ինչ որ չգիտեմ բարձր արժեքների կամ բարձր գաղափարների համար են դա անում ու մեկ էլ նաև դες ինչն է դրան նպաստում այդ ռոմանտիզացմանը այսինքն էլի գալիս ենք նույն սկզբունքով երբ արդարություն չկա երբ մարդիկ այսպես ասած հայտնվել են ինչ-որ իրավիճակում, որտեղ հասկանում են պետությունը իրենց ճնշում է, փոխարեն պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները, այլ պետական ապարատը աշխատում է անձի անհատի քաղաքացու դեմ, ստեղծվում է ճգնաժամային իրավիճակ։ Ու այդ ճգնաժամային իրավիճակում մարդիկ փրկողակ են ման գալիս։ Ու որոնցից մեկը կարող լինի այդ ինչ-որ տես հեղինակավոր կամ հեղինակություն վայելող, որ մեկը նույն ընդհանուր քրեական աշխարհի հետ առություն ունեցող լիդերները։ Սա է այդ իրենց շուրջ այդ ռոմանտիզմը ստեղծելու պատճառը։ Իմ դերը ես նաև նոր հիշեցի, որ սահմանադրորեն նաև այդ անարդարության դեմ պայքարը տարբեր երկրներում ինքը ամրագրված է, որովհետև բացի խաղաղ ցույցերից մարդկանց թույլատրվում է նաև ընդվզումներ անել, այսինքն դուրս գալ պայքարի։ Ինքա մի հատ կարմիր գիծ որը հա գուցե մեծ հաշվով իրավաբանական տեսանկյունից կարելի է տարբեր ձև մեկնաբանել ու բնականաբար դավլի քաղաքական խաղերի տեղատալու բայց այն հիմնադիր հայրերը ովքեր սահմանադրագետներ տարբեր երկրներում ուսումնասիրել են հասկացել են որ այո տեսականորեն հնարավոր է իշխանության ուզուրպացիա իսկ սա արդարության այդ վերացման ամենավերջին փուլն է երբ արդարություն ընդհանրապես չկա հիմա մենք ինչ է խոսում ենք խոսում ենք արդարության այսպես ասած տարերի գոյության հա այսինքն միտեղ 10% դեռ սեվորվում միտեղ 20% միտեղ 50% երբ գալիս է 0% այսինքն իշխանության ուզուրպացիա մարդիկ ունեն իրավունք ընդվզելու գործող կարգի գործող ռեժիմի դեմ ես ամեն դեպքում հակված չեմ ասում Հայաստանի իշխանության ուզուրպացիա է բայց այն որ այդ արդարության զգացումը 18 թվականից 20 թվականից 21 թվականից հետո կտրուկ կերպով անկում է գրանցում, դա փաստ է, դա ինչ-որ ոչ որևէ մեկի համար նորություն չի, որքան էլ փորձեն դա այտենց փաթեթավորել, որ X կետում, չգիտեմ, դե X-ել էր մատ տրվեց էմոցիաներին, Y կետում դե վարչապետի վրա հարձակում էր, բա ուրիշ ոնց, դες ինչն է հետաքրքիր։ Ինձ այդ ուրճացումը դուր չի գալիս, դե դուր չի գալու, դա իրանց քաղաքական տեխնոլոգիան է։ Երբ օրինակ եկեղեցում Դավիթ Մինասյանի հետ տեղի ունեցած միջադեպը, մեկ էլ համեմատում են հոկտեմբերի 27-ի հետ։ Ասենք կամ նույն ձևի բանը Բագրատ Սրբազանի Բագրատ Սրբազանի դրոյի գործու հետ ահաբեկիչներ, չգիտեմ, ես այն անշուշտ կոնտեքստից կտրված մարդիկ են սովորել, հա, ասենց առանձնացրել են, այս մի բառը կտրել են, մի բառը միտեղ կտրել են, միտեղ ավելացրել, մեկ էլ վերջ իրենք ահաբեկիչներ են, իրենք էս ախր ոնց է абսուրդին էլ չափու սահման կա։ Դե ու այդ արդեն արդարության ու չարտ եթե մարդը ենթադրենք իշխանավորին վիրավորում է, այդ մարդուն կարող են տանեն բանդ, իսկ իշխանավորը ներողություն էլ չի խնդրում, այո վիրավորում է, թքում է, հարվածում է, ամեն ինչ անում ու ոչ մի բան, դրանից հետո էլ ինչ արդարությունը, արդարության ընդհանրապես արդարության
պատրանքել չկա։ Եթե մենք մի անգամ խոսել ենք այդ բանի մերիտոկրատիայի մասին, նույն ձևի հիմա կարող ենք բոլոր բնագավառներում նայել թե արդարների ու չարդարների։ Հիմա կարող է մենք գլոբալ թեմաներից խոսացինք, բայց ավելի կոնկրետ եթե խոսենք թեմային, եթե մասնագետը տվյալ ոլորտի մասնագետը ինքը հիմա հեծից վերցնենք ինժեներա կամ էլեկտրիկ մասնագիտություն կրող մարդը ինքը դուրս համարվում իր տեղը դա գալիս է ոչ մասնագետը, դա էլ է արդարության խնդիր ու ամենամանր կենցաղային որ մարդը ընդհանրապես քաղաքականությունից բան չի հարցը նույն ձևի ոստիկանա, նույն ձևի ինժեներա, նույն ձևի դատավորա, եթե պրոֆեսիոնալներին դուրս են մղում ու իրենց տեղը գալիս են ընդհանրապես ամենապրիմիտիվը բժշկի ընդհանրապես եթե կրթություն չունեցող մարդիկ, որ ընդհանրապես փորձառություն չունեցող, ինքը արդեն արդարություն երկրում ոնց կարա լինի արդարություն լինի դիվանագետ, լինի ինչ մասնագիտություն ուզում ես ինչ եթե մարդիկ պրոֆեսիոնալները դուրս են մղում իրենց տեղը գալիս են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ արդեն վերջացած արդարությունը ոնց դրսևորվում որ այդ ոչ պրոֆեսիոնալների նշանակած անձանց օրինակ երբ ինչ-որ բժշկական օգնության կարիք ունի իրենց բուժեն էլի իր մակարդակի ոչ պրոֆեսիոնալներ իրենց ասենք իրենց հավերի տղա ոչ պրոֆեսիոնալ բժիշկ չի ասենք ինժեներա բայց ասենք արի վիրահատի ինձ քաղաքագետներն լուրջ մասնագիտություն է քաղաքագիտությունը ես մի քանի անգամ ենք խոսել ենք այս թեմայով թե ոնց կարող է մարդը որ ընդհանրապես քաղաքագիտությանից հեռու մարդը ինքը քաղաքագետների հետ բանավիճի ու վիրավորի ու իրան էֆիր տան այսպես ասած ու հանրությանը ինչ ասեմ բանանը դաստիարակելու հնարավորություն տան այդ թույնը իսկ այն քաղաքագետները որոնք որ լուրջ վերլուծություն անում իրանց մարգելացնեն իրանց չթողեն որ լսարան ձևավորվի չհրավիրեն ու այսինքն ինչ անում հասարակությունը կրթվում է անգրագետներով իսկ այն գրագետ մարդիկ որոնք կարող են ճիշտ ու եթե նայում ես Ղարաբաղի հարցով արի Ղարաբաղին ողողբերգություն այն մասնագետները ովքեր զբաղվում էին ովքեր բարձրաձայնում էին թե ինչ process է գնում գիտեք ամեն ինչով գիտեին ուսումնասիրությունները իրենց կողմղեցին ու այդ վերեցին հասցրեցին դրան ու արդյունքը ցանկացած բնակավարում նույնն է ալնելու ինչ ուզում է լինի այս թեման ավարտենք ու իստում ընդհանուր էս եթերին ավարտենք իրես այդ մասով ինչ էի հետաքրքիր մի կարծացել չեմ հիշում որտեղ այդ քաղաքագետի եւ կեղծա պսևդո քաղաքագետի բանավեճի մասին ուրեմն պսևդո քաղաքագետը ով որ անվանենք քարոզիչ հա այս դեպքում իշխանության կամ դեմության կապ չունի կամ ինչ-որ մի քաղաքական կուրսի ինտես քաղաքագետը ինքը սահմանափակված է ճշմարտության եւ օբյեկտիվության ինքը պետք է ասի կոնկրետ հստակ փաստ ու ինչ-որ հիմնավորված փաստ որսի դա փաստերով հիմնավորել եւ այլն դուք քաղաքագետը կամ քարոզիչը ինքը ազատ է գործողություններում որովհետեւ մի ճշմարիտ փաստին կարելի է 100 սուտ հորինել 100 ու ոչ մեկ ապացուցման կարիք չունի եւ որ ասում դու դեռ լիքը ինքը ասած հնչեցած գցեց դաշտ հետո ով է խայծը կուտի բայց գիտես աբսուրդը որն է այսինքն այս պայքարը հավասար այդ մարդիկ լռեն ասում եմ չէ այդ մարդիկ իրանք մեղավոր չեն իրանք որպես քարոզչա մեքենա օգտագործողներն են մեղավոր իսկ դու մեն մտածում ես հիմա երկիչա պարողա գինեկոլոգա ես շատ գիտեմ բանը ինժեներա բերում են ասում են արդյոք մատուցում են ասում են դու քաղաքական վերլուծություն իրականացրա Ամերիկա Իրան մասին այդ մարդը սկսում է խոսել այդ մարդը ասում է կարծիք չհայտնի արա ասում եմ ժողովուրդ ջան կարծիք հարցնողն է խնդրեմ որովհետև այդ մարդը չի դա ինչի դա նման որը մարդը պատրաստվի է դելի դժիշտերին կողմ վիրահատության Մենք ասենք բայց չգա ու կարծիք ասեմ ոնց անելու։ Ասենք ինչ անք, նա դու բժիշկ ես, ոչ լիցենզիա ունես, ոչ փորձ ունես։ Գնա ու կարծիքը ուրիշ տեղեր հայտնի։ Հիմա հա ես համաձայն եմ, ինձ թվում է այսօրվա համար այս թեմայով արդարության մասին երևի թե փորձեցինք հնարավորինս բացել թեման։ Մերսի, շնորհակալ ենք։ Շնորհակալություն, հաջողություն։ Ինչ հաջորդ հանդիպում։ Ստեսին ձեզ։